Ընկերներ ողջույն, ընդհատակից զրույցները շարունակվում են։ Բավականին երկար ժամանակ ընդհատակից զրույցներ չէր ապարակում եւ մեր հավատարիմ հետևորդները անդադ հարցնում են թե ինչ է պատահել։ Իրականում գիտենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ ամենաանցանկալին Իսրայել-Իրան հակամարտությունը նոր այրոնալի շրջափուլի մեջ մտավ, հետևում ենք ուղիղ եթերով տարաշրջանի առանձնահատկությունն այդպես փոխադարձ հարվածներին, ավիացիոն, հրթիռահրետանային, ավերածություններ, զոհեր, ավերված Թել Ավիվ, ավերված Թեհրան, սպառնալիքներ, միջուկային պատերազմի սպառնալիք եւ մտածում եմ, որ արժի մի քիչ ոդկա կախկցել, որ ինչ-որ մատ հստակություն մտնի ու հենց այս ամեն ինչի մասին էլ խոսենք, որովհետև ես չեմ ընդունում այդ հապշտապ, արագ դատողությունները, ուղղակի դատողությունների համար արագ ինչ-որ մատ լայք կամ դիտում հավաքելու համար չէ, իսկապես գործ ունենք բարդագույն եւ բազմաշերտ հակամարտության հետ, որն է Իրան-Իսրայել հակամարտությունը, որը հիմա արդեն փոխակերպվել է իսկական պատերազմի եւ սրա մասին դատողություններ անելու համար ժամանակ է պետք, որ հստակություն է պետք եւ ինչն է հետաքրքիր առաջին հերթին բնականաբար մեզ պետք է հետաքրքրի մեր պետության Հայաստանի Հանրապետության ծառացած մարտահրավերները, իսկ այդ կոնֆլիկտը ուղղակի կործանարար, սպառնալիք ու մարտահրավեր է հենց մեր պետության համար, մեր պետականության համար եւ հիմա տեսնում ենք, որ Հայաստանը բոլոր կողմերից շրջափակված է կոնֆլիկտներով։ Մի փոքր հյուսիս, եթե նայենք 400-500 կիլոմետր վերև արյունալի 21-րդ դարի թերևս ամենաարյունալի պատերազմն է, ռուս-ուկրաինական պատերազմը միջուկային զենքի կիրառման սպառնալիքով։ Հայաստանից հարավ ընդամենը 300-400 կիլոմետր ներքև Իսրայել-Իրան բախումը, էլի արյունալի բախումը, էլի միջուկային զենքի կիրառման սպառնալիքով։ Տեսնում ենք, թե Հայաստանը ինչ վիճակում է, ինչ վտանգավոր իրավիճակում է։ Մյուս կողմից էլ դեռևս տակավին ավարտված չի հայ-ադրբեջանական հակամարտությունը, չունենք խաղաղության պայմանագիր, դեռևս բազմաթիվ հարցեր մնում են չլուծված, մասնավորապես խոսքը Զանգեզուրի ճանապարհ Միչանսկի մասին է ամենաբարդ հարցը, ինչը ի դեպ վերջին օրերին նորից շրջանառվում է, այդ ժամանակ դրա մասին չէին խոսում, բայց Իսրայել-Իրան հակամարտության համատեքստում նորից այդ թեման էլ ավելի ակտուալ դարձավ, էլ ավելի վտանգավոր դարձավ մեզ համար հասկանալի պատճառներով, որովհետև գիտենք, որ Իրանը այն կողմերից մեկն է տարածաշրջանային, որը ներգրաված է այդ Միչանսկ ճանապարհի թեմայի մեջ, ուղղակիորեն ներգրաված է, հայտարարելով, որ դա իր համար կարմիր գիծ է, սահմանների փոփոխությունը կարմիր գիծ են եւ այլն։ Մտածում ենք Հայաստանի ինչ բարդ իրավիճակում է։ Վերջ ասած, որ արևմուտքում է Թուրքիան է, որը ինչպես տեսնում ենք Էրդողանի առաջնորդությամբ, հաշվի առնելով Իսրայել-Իրան պատերազմը, ձգել է իր ամրագոտիները, զորքերն է տեղաշարժում դեպի իր հարավային սահմաններ, դա էլ ենք տեսնում։ Եվ իսկապես այսպիսի իրականությունում Հայաստանի պես երկրները կարծես թե հայտնված լինեն մինապատ, ականապատ դաշտում ու ոտքիներս ոնց դնենք կարող պայթենք։ Եվ սա պետք է շատ զգույշ լինել, պետք է շատ ծանրակշիռ լինել։ Այս ամեն ինչը կա, ես սպասում եմ այս ամեն ինչի մասին խոսելու համար, բայց Հայաստանի վարչապետի վերջին ելույթները Facebook-ում անհավասարակշիռ խուլիգանական հակաօրինական ելույթները արագացրեցին
այս զրույցը ու ես մտածեցի, որ հենց հիմա արժի արդեն խոսել եւ ոչ այնքան Իրան-Իսրայել հակամարտության մասին, այլ թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանը այսպիսի բարդագույն իրավիճակում։ Գիտեմ, միգուցե ճակատագրի անեցքը, որ այս բարդ իրավիճակում աննախադեպ իրավիճակում Հայաստանը ունի հենց այսպիսի իշխանություն, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները։ Երևի էլի մեծագույն ճակատագրի հեգնանք էր, ճակատագրի անեցք էր, որ Ղարաբաղյան պատերազմը, ռուս-ուկրաինական պատերազմը, Իսրայել-Իրան պատերազմը Հայաստանից դիմավորեց հենց Նիկոլ Փաշինյանը։ Եվ այդ ամեն ինչի կործանարար հետևանքները մենք տեսանք։ Պատերազմի պարտություն, Արցախի կորուստ, Արցախի հայաթափում, Հայաստանի թուլացում, Հայաստանի տարածքների օկուպացիա, Հայաստանի ինքնիշխանության էական նվազում, այս ամեն ինչը մենք տեսանք եւ հիմա արդեն Իսրայել-Իրան պատերազմը ինչ կլինի մեզ հետ, ինչ կարող է մեզ հետ լինել։ Եվ ես ասեմ շատ բան բաներ կարող են լինել։ Իսկապես ու նորից եմ ասում, ճակատագրի անեցք կա, որ հենց այս իշխանությունն առաջնորդում Հայաստանի այս բարդ իրավիճակում։ Նախորդ իրավիճակներում տեսանք ինչ արդյունք եղավ։ Իսկ այս իրավիճակում, երբ որ արդեն Իսրայելն ու Իրանն են բախման մեջ, ես չգիտեմ ինչպես ենք մենք կարողանալու դիմագրավել մեր մարտահրավերներին։ Իրավիճակի լրջությունը պատկերացնում եք եւ այսպիսի պայմաններում Հայաստանի վարչապետ հորջորջվողը, կոչվողը նորից շարունակում է խուլիգանական արշավը եկեղեցու դեմ։ Եկեղեցու սրբազաններից մեկին անվանում է պոռնկաբարո, հողում անելով միջնադարյան կանոնական, եկեղեցական կանոնական իրավունքին փորձում է չեզոքացնել եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին, Facebook-ում մաթափ տվող ստատուսներ գրում, չգիտեմ ինչ էր գրում, չեմ ուզում կրկնեմ, չեմ ուզում վերարտադրեմ այդ ամեն ինչը։ Եվ մենք տեսնում ենք, այսինքն այս բարդ իրավիճակում ինքը կապիկությամբ է զբաղվում։ Այս եկեղեցու դեմ արշավով, Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի անօրինական գործողություններով, խոսքը Տաշիրի Սամոյի մասին է։ Ռուսաստանցի միլիարդատեր հայկական սարքումով իր մասին է խոսքը, այսինքն բոլորդ էլ գիտեք։ Եվ ես ուզում հիշեցնել 44 օրյա պատերազմից առաջ Հայաստանը ներքաշված էր էլի հանրահավաքային ռեժիմի մեջ, պայքարում էր Հրայր Թոմասյանի դեմ։ Այսինքն Հրայր Թոմասյանին սարքել ենք իդեա ֆիքս ու բոլորի ուշադրությունը ինտելեկտուալ, էմոցիոնալ ուշադրությունը սևեռված էր Հրայր Թոմասյանի վրա։ Գագիկ Ծառուկյանն էր կալանավորում, ինչա թե հրաժարական էր պահանջել։ Եվ հիմա, այսինքն իրավիճակները շատ իսկապես նման են։ Եվ հիմա էլի Հրայր Թոմասյանի փոխարեն եկեղեցին է, իհարկե արշավը արդեն լրիվ բոլոր սահմանները անցել են, կունեն ժամանակ ինչ որ նորմեր պահպանվում են, եւ հիմա Սամվել Կարապետյանը։ Եվ բնականաբար Սամվել Կարապետյանը ընդամենը օրինակ է, այս ամենը ընդամենը տարածվել է։ Եվ Նիկոլ Փաշինյանը արդեն ուղիղ բացահայտ կերպով անցել է անօրինական հակասահմանադրական գործողությունների։ Միգուցե ինքը քրիտիկական իրավիճակում է, միգուցե սկսել է զգալ, որ իշխանությունը կարող է կորցնել, եւ արդեն չի էլ գիտակցում կամ միգուցե գիտակցելով անցնում է օրինականության բոլոր սահմանները, այսինքն մարդուն Սամվել Կարապետյանին իր կարծիքը արտահայտելու համար իրավական հետապնդման է ենթարկում։ Իրավապաններին ուղարկում է, որ պարկասնեն ասֆալտին մասկի շոուներ անեն, բերման ենթարկեն, չգիտեմ, ուղիղ դրա մասին Facebook-ում գրում է։ Ուղիղ դրա մասին գրում է, չի թաքցնում մեզ մարդը։ Եվ սա շատ վտանգավոր է։ Վտանգավոր է այն առումով, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ Հայաստանի ամենավտանգավոր թշնամին Թուրքիան չէ, Ադրբեջանը չէ, Հայաստանի սպառնացող ամենամեծ վտանգը Ադրբեջանից չի գալիս,
ռուս-ուկրաինական պատերազմի չի գալիս, իսրայելական պատերազմի չի գալիս, Հայաստանի ամենամեծ վտանգը, ամենամեծ սպառնալիքը գալիս է Հայաստանի ներսից, եւ դա Հայաստանի իշխանությունն է, իշխանություն, որը ունի կոմպետենտություն, իշխանություն, որը անհավասարակշիռ է, իշխանություն, որը ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, իշխանություն, որը շրջանցում է սահմանադրությունը, խախտում է օրենքները, իշխանություն, որը ուզում է հասնել բացարձակ իշխանության, ինչ ուզում անում են, այս մարդը նորից եմ կրկնում, էլի եմ ասել, ինքնիշխան ասելով հասկանում է, որ ինչ ուզի անի, որ սա ավել կա, ուզի մտքով անցնի, նեղվի ինչ-որ մի բանից, փոքրոքի մարդու պես, փոքրիկ մարդու պես նեղվի Սամվել Կարապետյանի ասածից ու նրան չգիտեմ, իրավական հետապնդման ենթարկի։ Օրինակ մտքով անցնի, որ կարելի Արշակ Սրբազանին անվանել պոռնոկաբարո, անվանի։ Այս մարդու ինքնիշխանությունը է սա։ Ինքը այլ բան չի հասկանում ինքնիշխանություն, ինքը ինչ ուզենա անի, ինքը ինքնիշխան է։ Բայց բարեկամներ, սա շատ վտանգավոր է։ Ինչով է վտանգավոր։ Որտեղ նա այս քայլերով կարող է երկարաձգել իշխանությունը, հավերժացնել իշխանությունը, որովհետև այս պայծրությամբ 2026 թվականին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը դեռևս չունի մրցակից։ Ինչ այլանդակություն էլ անում է, ինչ լիկտիվություն հանցագործություն անում է, դեռևս այդ մրցակիցը ի հայտ չի գալիս։ Անդիմադիրները շատ կներեք դեռևս չեն ձգում։ Եվ չեմ կարծում, որ կձգեն Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ մյուսները։ Այլ խնդիրը, որ ինչ-որ կոալիցիաներ, դաշինքներ սառնավորվեն, սա արդեն ուրիշ հարց է եւ շատ ուրախ կլինեմ։ Բայց այդ պայծրությամբ ամեն ինչ գնում է նրան, որ 2026 թվականին ինքը վերարտադրվի ու իշխանությունը հավերժացնի։ Այսինքն այն ինչ որ չի հաջողվել անել Սերժ Սարգսյանի, սա է անում, Նիկոլ Փաշինյանն անում։ Այլ խնդիրը, որ Սերժ Սարգսյանը ինչ էլ աներ կամ ինչ էլ արել է, այդ ամեն ինչը արդեն բան է։ Փոշի է այն ամեն ինչի համեմատ, որ անում է Նիկոլ Փաշինյանը, խուլիգանությունը բացահայտ։ Այս հանցագործությունները, այս անօրինականությունը, սահմանադրության պարտումը եւ բռնաբարությունը։ Գոնե այլ իշխանություններ, որ հանցան գործելիս փորձում են թաքցնել, եւ թաքցրել են կամ ինչ-որ փորձել են ինչ-որ իրավական տրամաբանական տեսք հաղորդել իրենց գործած անօրինականությանը, հղում անելով այս կոնվենցիային, սահմանադրության այս կետին եւ այլն։ Ինգեր ես էլ եմ սկսել տենց խոսալ։ Սա չի թաքցնում, որ խախտում է սահմանադրությունը։ Եվ չթաքցնելով հիմքեր կամ պնդելու, որ ինքը ռեպրեսիվ ռեժիմ է ուզում ձևավորի, բռնության վրա խարսխված, որը կոչվում է օջախապետություն, որը պատրաստ է ոչնչացնել, բռնության ենթարկել, բռնել, դատել, փակել բոլոր անհամաձայն մարդկանց, բոլոր հակառակորդներին չեզոքացնել։ Այսինքն ստեղծել մի ռեպրեսիվ, ավտորիտար, մշակութային առումով քչակերտների մեջ ամբողջատիրական մի ռեժիմ է ձևավորվում Հայաստանում։ Այն ինչ որ կատարում է եկեղեցու դեմ, այն ինչ որ կատարում է Սամվել Կարապետյանի դեմ նախորդ տեղացները, սա վկայությունն են, այնց ինչ որ գոռոցներ են, որոնք ազդարարում են այդ սպառնալիքի մասին։ Այլ կներխնդիրը, եթե սպառնալիքը լիներ միայն ներքին։ Լավ, ասենք, հա, բանա, բայց գոնե անվտանգության խնդիր չկա, տարածքային ամբողջականության խնդիր չկա, պատերազմի խնդիր չկա։ Բայց այդ ամեն ինչը ո կա ու ակնհայտ է, որ ներսում սենց հաստատվող, սենց ամրապնդվող իշխանությունը չի կարողանալու դիմադրել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ չի էլ դիմադրել։ Չի կարողացել արդեն դիմադրել, կորցրել է շատ բան, ամեն ինչ կորցրել է։ Եվ հիմա ինչ կլինի մեզ հետ, եթե Իրանը թուլանա, իսկ Իրանը ակնհայտորեն թուլանալու է։ Չգիտեմ, թուլանալով կպրծնենք, թե չէ, նաև չգիտենք այս կոնֆլիկտը ինչքան կձգվի։ Դեռևս լրջակուին վտանգ կա, որ պատերազմին կարող են ներքաշվել նաև Միացյալ Նահանգները եւ նորից ամբողջ իր ռեսուրսներով կարող են ներքաշվել Մերձավոր Արևելք, ռմբակոծելով եւ հրթիռակոծելով Իրանը, Իրանի քաղաքները, Իրանի միջուկային օբյեկտները եւ ինչ են անելու, եթե Իրանին չեզոքացնեն ի վերջո։
թուլացնել այն աստիճանի, որ նա չկարողանա քիթը ավերակներից վերև բարձրացնել։ Ես չգիտեմ ինչ ենք անելու։ Հայաստանը բանը շրջապատվել է թշնամական երկրներով։ Թշնամական երկրներով, որոնց նկատմամբ Հայաստանում բարեկամություն է կառուցվում։ Խոսքը Թուրքիա եւ Ադրբեջանի մասին է, բայց իրականում եւ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի նկատմամբ թշնամական քայլեր են իրականացնում եւ ես չեմ բացառում, որ Ադրբեջանի հուշումով, Ադրբեջանի պատաչայով կամ չգիտեմ այլ բաներով Նիկոլ Փաշինյանը չդուկացնա բոլոր այն ինստիտուտները, բոլոր այն անձերին, որոնց Ադրբեջանը թշնամի է համարում։ Ադրբեջանը թշնամի է համարում Սամվել Կարապետյանին, Ադրբեջանը թշնամի է համարում Հայ առաքելական եկեղեցին, եւ հիմա Հայաստանի իշխանությունը բոլորից հաշվի առել է տեսնում, բռնությունները կիրառում, իր ռեպրեսիվ մեխանիզմներով ճնշումները գործադրում։ Դա ողջամիտ կասկած է առաջանում։ Եթե իրավիճակը այլ լիներ, այս ողջամիտ կասկածը կդիտարկվեր որպես դավադրություն, դա ասենք լավ է, չի կարելի դա ամեն ինչ կապել արտաքին ուժերի հետ։ Դա բանը է, այդ ավտորիտար ռեժիմների բանն է, ասում ես աչքիդ վերևում կա, ասում են, դու օտարերկրյա գործակալ ես, 5-րդ շարասյուն ես։ Ինչ որ Ստալինյան ժամանակներից եկող բան է, չէ, Անգլիայի շպիոն։ Իրեն որ կապ ունեցող մարդուն կարող ասեն Անգլիայի շպիոն, 5-րդ շարասյուն եւ այլն։ Դա հմտորեն կիրառվել է նաեւ հետագայում կիրառվել է նաեւ Սերժ Սարգսյանի ժամանակ։ Բայց այն ինչ որ հիմա կատարվում, դա արդեն այս գործիքակազմից եւ տրամաբանությունից դուրս է իրականում մենք հստակ տեսնում ենք եւ դա հստակ փաստերով ապացուցվում է որ Հայաստանի իշխանության որոշ քայլեր ճշգրտությամբ համընկնում են Ադրբեջանի մոտեցումների հետ եւ սա ողջամիտ կասկած կարող է առաջացնել կասկած կամ համոզմունք չգիտեմ իմ մոտ արդեն համոզմունք է դարձել դեռ թող կասկած առաջանա որովհետեւ չի կարող այդքան ամեն ինչ համընկնի Սահմանադրության փոփոխության հարցը Հայաստանի իշխանության եւ Ալիևի օգնականների խոսույթները համընկնեն, եկեղեցու հետ կապված խոսույթները համընկնեն, Ղարաբաղի հետ կապված, այսինքն այն ինչ որ Ադրբեջանը 30 տարի ասել է Հայաստանի մասին, Ղարաբաղի մասին, Արցախի մասին, հիմա նույնը կրկնվում է Հայաստանի իշխանությունների կողմից, այսինքն ադրբեջանական նարատիվները մեր մոտ հասել են մշակութային հեգեմոնիայի։ Եվ հիմա դա բացառի, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ այս հետապնդումը ունի արտաքին հետք։ Ես չեմ բացառում, հոգու խորքում եմ միգուցե համոզված եմ։ Ահա նորից եմ կրկնում, այս բարդ իրավիճակում ունենք այսպիսի իշխանություն, որ զբաղված է իր դիրքերը ամրապնդելով, Նիկոլ Փաշինյանի դիրքերը ամրապնդելով, Նիկոլ Փաշինյանը կենտրոնական վախ ունի, որ կարող է իշխանությունը կորցնել եւ կարող է այդպիսի շանս դեպի հայտ գալ, եթե ընդդիմադիրները դա հմտորեն օգտագործեն, եթե չօգտագործեն, բայց Հայաստանը գլորվել է ձորը։ Միջև վերջակ գլորվել է ձորը։ Նիկոլ Փաշինյանը տեսնում է այդ շանսի առկայությունը, ի տարբերություն շատ ընդդիմադիրների, ինքը տեսնում է իր վերջը, հնարավոր վերջը եւ հասկանում է, որ ամեն ինչ դեռ չի ավարտվելու։ Հասկանում է, որ կամ ինքը չի կարողանալու Հայաստանում ապրել, այլևս իր շատ թիմակիցների հետ միասին կամ էլ քրեական հետապնդման է ենթարկվելու։ Եվ առիթները շատ կան, ինքը ամեն օր այդ առիթը տալիս է։ Ամեն օր ինչ-որ հակասահմանադրական, հակաօրինական բան է խոսում։ Եթե նախորդ արարածները մոռանանք, ոնց վերջին 2-3 օրերի արարածները արդեն հերիք են նրան հետապնդման, իրավական հետապնդման ենթարկելու համար։ Թերևս այս կամ է, չեմ ուզում շատ խորանալ, իրավիճակը իսկապես քրիտիկական է, մեծ տագնապով ենք հետևում Իրան-Իսրայել պատերազմին, իդեպ այս ամեն ինչը զուգահեռ մեծ թափով շարունակվում է նաև ռուս-ուկրաինական պատերազմը, Կիևում կան ավերածություններ, զոհեր, պատերազմը այնտեղ է շարունակվում, եւ դրանը պետք է շատ տագնապով հետևել, պետք չի պատերազմին վերաբերվել որպես արդեն սովորական մի բան, չնայած իսկապես սովորական է դառել։ Մեծ տագնապ կա, մեծ անհանգստություն կա, իսկ մեր երկրի ներսում կա խելահեղություն, կա
հակապետական, հակաօրինական եւ հակասահմանադրական մոտեցումներով իշխանություն եւ դժվար է ասել թե ինչ կլինի, դժվար է ասել թե մեզ հետ ինչ կարող է պատահել եւ օր առաջ եթե Հայաստանը ուզում է շարունակել գոյություն ունենալ, պետք է իշխանությունը փոխվի եւ սա իշխանության սովորական փոփոխություն չի լինելու, սա էլ ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն լոմով ու կվալտով քարուքանդ անում երրորդ հանրապետությունը, ապա հաջորդ իշխանությունը պետք է լոմով եւ կվալտով քարուքանդ անի Նիկոլ Փաշինյանական իրականությունը եւ նրա բերած կեղծ քայքայիչ փոփոխությունները։ Իդեպ այդ հարցում նաեւ մտածելու առիթ ունեն նաեւ շատ քպականներ, ակնհայտ է որ ոչ բոլոր քպականներն են, չէ, հակապետական եւ հակազգային տալեր, կան նորմալ մարդիկ, ես վստահ եմ կան նորմալ մարդիկ, որոնք նորմալ չեն վերաբերվում այս ամեն ինչին, եկեղեցու նկատմամբ այս բռնություններին, այս քաղաքական ռեպրեսիաներին, այդ տերմինաբանությանը, խուլիգանական այդ հավիանքները, դոմփելուն, պոռնկաբարոյին, այդ ամեն ինչին, այդ նողկանքին նորմալ չեն վերաբերվում եւ իրանք այստեղ պետք է վճռական խոսք ասեն, վճռական ասելիք ունենան եւ մասնակից լինեն Հայաստանի փրկության, այսպես ասենք, պաթոս մտցնենք։ Եվ նաև մտածելու առիթ ունեն նաև իրավապահները, պետք է հասկանան, որ իրանք հակաօրինական հրամաններ են կատարում, հակաօրինական, եւ դա չի կարող անհետևանք մնալ։ Դերևս այդքան է, թեման շարունակելի, վստահաբար զարգացումներ լինելու են եւ ինչ-որ մի առիթով հաջորդիվ նաև անդրադարձ կլինի Իրան-Իսրայել պատերազմին, արդեն կոնկրետ հումք կունենանք, պայշար կունենանք ավելի կոնկրետ վերլուծություններ անելու համար։ Ինչևիցե հեռանալուց առաջ առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube ալիքին 1991 հավանել տարածել ընդհատակից զրույցները։ Շնորհակալ եմ, լավ մնացեք։